Բայց իհարկե ես խնդիրներին անդրադարձա իմ խոսքում, այդ թվում արդարության եւ արդարադատության ընկալումների, բայց այդ թեմայի մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, որ մենք ուրիշների մասին չենք խոսում։ Այսինքն, եթե նույնիսկ խոսում ենք ընդհանուր հանցավորության, թալանի, թալանչիների եւ նրանց նկատմամբ մեր գործողությունների մասին, մենք այդ ժամանակ էլ իրանց մասին չենք խոսում։ Մենք այն ժամանակ խոսում ենք այն մոդելի մասին, որը մենք ուզում ենք ունենալ որպես պետություն։ Մենք ուզում ենք, այո, շատ դեպքերում, ես ինքս եմ քննադատաբար տրամադրված, բայց շատ դեպքերում ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդկանց ուզածը հաշվեհարդարն է ու վրեժն է։ Ես ասում եմ, չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում հաշվեհարդար եւ վրեժ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է, տեսեք, դուք ինքներդ ասացիք, առանց անմեղության կանխավարկածը խախտելու, բայց բոլորս ամեն ինչ գիտենք։ Հասկանում եք, այս երկու նախադասությունը բախվում են իրար ու երկուսն է փշուր են ելնում։ Հա դժվար է, հեշտ չի, բայց հեշտ չի ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների համար, մենք հոգ ենք տանում մեր պետության համար։ Մենք ուզում ենք մեր պետությունում ինստիտուտ կայացվի, որովհետև այո, մենք ինչ ասես կարանք անենք, համարելով, որ ինչ, բայց դրանից ինչ ենք մենք դառնալու որպես պետություն եւ որպես հանրություն։ Կան այդպիսի երկրներ, եւ կան մարդիկ, որոնք ուզում են մեր երկիրը տանեն, կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ, ինչ ասեմ, որ կոռեկտ հնչի։ Երկրի փոխարեն ստացել են մի հատ, ենթադրենք, խորշ, գոմ։ Կան այդպիսի երկրներ ու համոզված են, նույնիսկ այդ գլուխները վերցրեցից պարել են, վայ, այս ինչ լավասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտն է, այս Չինգիզ խանի ոտն է, այս էլ բանի պճեղն է, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա, բայց արդյունքում ինչ, հետո, դալշե, պատոմ։ Ու տեն շարունակ։ Հա, ոչ մեկ ինձնից շատ ասում են, ոչ նեղվի, ոչ ներվայնանա, որովհետև այդ ամեն ինչի անձնական պատասխանատվությունը ինձ վրա է, բայց հաջորդ հարցը կա, արդյունքում մենք ինչ ենք ուզում ունենալ որպես երկիր, ինչ ենք ուզում ունենալ, որ դու ինչ-որ մեկին տալիս է սպանում, իրան տալիս է սպանում, ինքը ավարտվեց, այն մնացած ամբողջը, դու ես դեֆորմացվում, դու ես դառնում մարդասպան, դու ես դառնում հանցագործ, դու ես դառնում ամենավատ բաները, հա, բայց դու բան ես արել, այդ ասել ես, վայ, սիրտս հովացավ, ես մեր երկիրը տեն չեմ պատկերացնում, տո եթե հանցագործ են, ուր են փախնելու, ընդհակառակը, այդ մարդիկ բան են անում, շատերը կան, ասում են, մեզ հետ բանը, անմարդկային ձևով են վարվում, այս 7 տարի է քորդանակով մորթում են, տենց է չեմ մորթում, այդ տեսագետն էլ կա, բայց էլ եմ ասում, մենք ինստիտուտի մասին պետք է մտածենք և մեր պրոբլեմը ինստիտուտի չկայացումն է, մեզ պետք է մեզ վստահելի ինստիտուտ, և դատավարություններ էլ կան, հա ձգվում են, հա վաղեմության ժամկետ, բայց մեկ է, արդարությունն ու արդարադատությունը հասնելու է բոլորին և բոլորիս, որովհետև խոսքը դրա մասին է, արդարադատությունը ցուցակ չի ունենում, արդարադատությունը ունենում է սկզբունքներ, այդ սկզբունքը պետք է դրվի, և այդ սկզբունքը դրվում է, դժվար, դաժան, բարդ, չի ստացվում, անդադ ձախողումներով, բայց դրվում է։